Մեծ Թաղերը գտնվում է Արցախի Հանրապետության հարավ-արևելյան հատվածում Հադրութի շրջանում պատմական Դիզակ գավառում։ Շրջկենտրոնից հեռավորությունը 21 կիլոմետր է, մայրաքաղաք Ստեփանակերտից 58։ Հնում գյուղը կոչվել է Կար, հիմնադիր Դանիել Կրժեցու անունով, ապա Թաղեր, Նոր Թաղլար, Մեծ Թաղլար, այն խոշոր բնակավայր էր բաժանված ձորերով, որոնց արանքում եղած թաղամասերը նկատի ունենալով գյուղը կոչել են Թաղեր, սակայն երբ կառուցվեցին 4 քարաշեն կամուրջները, հողով, քարով լցվեցին ձորերի առանձին հատվածները, թաղերը իրար հետ ձուլվեցին և սկսեց գործածական դառնալ Մեծ Թաղլար անունը։ Սա բնակավայրի անվան ստուգաբանություններից միայն մեկն է, գուցե ոչ ամենահավաստին։ Հավաստի է այն, որ գյուղի տարածքում բնակավայր է հիմնվել 10-րդ դարում, սակայն հիմնադրման վերաբերյալ մանրամասն տվյալներ չկան։ 18-րդ դարում գյուղը եղել է Խամսայի մելիքություններից Վարանդայի մելիքության կազմում։ Այս գյուղում ապրել և թաղված է եղել Սարգիս արքայորդին Արշակունյաց դինաստիայի վերջին ժառանգներից՝ Փայտյանների տոհմից։ Իշխան Սարգիս Փայտյանը որպես զորահրամանատար մասնակցել է ռուս-պարսկական պատերազմներին, նրա աճյունը տեղափոխվել է Տավուշի Նորաշեն գյուղ։ Թաղլարը մոտ էր առևտրական մեծ ճանապարհին, ինչը նպաստել էր, որ թաղլարցիները գյուղատնտեսությունից բացի նաև արհեստներով զբաղվեն։ 19-րդ դարում գյուղում ակտիվորեն զբաղվել են մետաքսաթելի արտադրությամբ։ Կայուն եկամուտը նպաստել է, որ գյուղն ամուր ու կայացած լինի, բնակչության անշեղ աճող թվով։ 1841 թվականի տվյալներով գյուղում ապրել է 698 մարդ։ Հետագա տարիներին բնակչության թիվը շարունակել է աճել, իսկ 1914 թվականին հասել է 3500-ի։ 1881 թվականին գյուղի դպրոցն ուներ 1 ուսուցիչ և 45 աշակերտ։ 1907 թվականին դպրոցը դառնում է երկդասյա, որտեղ 1908-1909 թվականներին ուսանում էր 127 աշակերտ։ Նման երևելի ժառանգությամբ գյուղը խորհրդային ժամանակահատված մտավ։ Մեծ Թաղլարին ծանր հարված հասցրեց Մեծ Հայրենականը։ Պատերազմին 540 մեծ թաղլարցի է մասնակցել, 283-ը զոհվել են։ Այդ մեծ կորուստը խոր հետք թողեց գյուղի ժողովրդագրական դիմագծի վրա։ Բայց գյուղը շարունակեց ապրել։ Գյուղի դպրոցի նոր մասնաշենքը բացվել է 1970 թվականին, այն կրում է մարշալ Արմենակ Խամփերյանցի անունը։ Մեծ Թաղեր գյուղը բազմաթիվ նշանավոր գործիչներ է տվել, նրանց թվում են հայտնի դերասան Վաղարշ Վաղարշյանը, Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցը։ Հենց վերջինիս անունն էր կրում 2004 թվականին գյուղում հիմնադրված թանգարանը։ Արմենակ Խամփերյանցի անունը կրող թանգարանի ամենահին իրերը պալեոլիթի ժամանակաշրջանի ծակիչներն ու քերիչներն են։ Թաղլարն ակտիվ մասնակցել է Արցախյան պատերազմին։ Գյուղը մոտ 400 մասնակից է ունեցել, 45-ը զոհվել են։ Մեծ Թաղլարից Արթուր Աղաբեկյանն արժանացել է Արցախի հերոսի կոչման։ 6 մեծ թաղերցիներ արժանացել են մարտական խաչ պետական պարգևի։ 2012 թվականին գյուղում բացվել է Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, սա դարձավ գյուղի հերթական սրբավայրը։ Թաղլարը սրբավայրերի պատկառելի ցանկ ունի։ Շմանեկ քարանձավը բաղկացած է 4 քարայրներից, որոնք միմյանց հետ կապված են տարբեր չափսերի անցուղիներով։ Քարանձավը բնակեցված է եղել պալեոլիթի շրջանում։ Շմաջրի բերդը գյուղի հյուսիսարևելյան մասում է, գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա։ Բերդը գտնվում է ժայռի վրա և մոտ 800 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում։ Մրխաթունը հին բնակատեղի է, գյուղից 1,5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Գյուղատեղիի մոտակայքում կանգուն է մնացել Մրխաթուն եկեղեցին, կառուցված 1603 թվականին։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1846 թվականին գյուղի հասարակական ծախսերի հաշվին, գտնվում է գյուղի կենտրոնում, այն խոշոր միանավ բազիլիկ եկեղեցի է։ Լուսավորչի սրբավայրը գյուղից հեռու է մոտ 500 մետր, գտնվում է Լուսավորչի սարի վրա։ Ըստ լեգենդի,
այս քարայրում գիշերել է Գրիգոր Լուսավորիչը։ Ճոխտ պռված առուխտատեղին գյուղից 10 կիլոմետր հեռավորության վրա է, Վերին Շգանակուտ կոչվող վայրում, պահպանվել են զույգ եկեղեցիների հիմքերը և վանքի փլատակները։ 2000-ական թվականներից առավել տեսանելի բարեկարգվում էր Մեծ Թաղլարը, լուծված էին գյուղ մտնող ճանապարհի ու ոռոգման ջրի հարցերը, օրակարգում էին մշակույթի տան, դպրոցի ու թանգարանի խնդիրները, գյուղին զարգացման լրացուցիչ հեռանկարներ էին խոստանում էթնոկենտրոնի առկայությունը և տուրիզմի զարգացման ծրագրերը։ Այս և բազմաթիվ այլ ծրագրեր կիսատ թողեց 2020-ի պատերազմը։ Հադրութի շրջանի հետ նաև Մեծ Թաղերը հայտնվեց գերության մեջ։ 2018 թվականի վերջերին Մեծ Թաղերը 425 ընտանիք ուներ, 1519 բնակիչ։ Օկուպացիայից ի վեր համացանցի ադրբեջանական տիրույթում հրապարակվող տեսանյութերը հաստատում են, որ ադրբեջանցիները նաև Մեծ Թաղերում են ակտիվ պայքարում հայկական հետքի դեմ, թիրախավորելով առաջին հերթին պատմաճարտարապետական հուշարձանները։